Ձեզանից քանիսը գիտեն կամ որևէ պահին սովորել են օտար լեզուներ։ Հիանալի է։ Իսկ ձեզանից քանիսն են լսել, որ օտար լեզուն ավելի էֆեկտիվ է սովորել, երբ սովորեցնողը հենց լեզվակիրն է, այսինքն սովորեցնում է իր մայր լեզուն։ Վստահ եմ շատերդ, ու դե տրամաբանական է, որքան լավ գիտես լեզուն, այնքան ավելի լավ կարող ես սովորեցնել։ Բայց արի ու տես, որ դա այդքան էլ այդպես չէ։ Լոնդոնի համալսարանական քոլեջի հետազոտությունները ցույց են տալիս, որ նոր լեզուն ավելի էֆեկտիվ է սովորել ոչ թե լեզվակրի, այլ այդ լեզուն սովորած մարդուց, քանի որ նա ավելի լավ է հասկանում, թե այդ process-ում ինչն է դժվար, ինչն անհասկանալի, եւ որն ամենից կարևորն է, կարողանում է ավելի համապատասխան ձևով բացատրել։ Նմանատիպ թյուրըմբռնումներ կան շատ տարբեր ոլորտներում։ Օրինակ, թվում է, չէ, թե ինչքան ավելի շատ գիտելիք ու փորձ ունենա մարդը որևէ ոլորտում, այդքան ավելի լավ կարող է փոխանցել իր գիտելիքն ու փորձը։ Բայց տարատեսակ ուսումնասիրություններ, այդ թվում նաև կրթության ազգային ասոցիացիայի զեկույցները ցույց են տալիս, որ երիտասարդ եւ փորձով ու գիտելիքներով ավագ սերնդին փոքր ինձ իջող անձիկ երբեմն ավելի էֆեկտիվ են փոխանցում իրենց գիտելիքները եւ ապահովում են ավելի բարձր ներգրավվածություն։ Նման բան զգացել եմ նաև ես։ Երբ առաջին անգամ ծրագրավորում էի սովորում, իմ մենթորը ընկեր Բուդյանն էր։ Նա երկար տարիների փորձ չուներ, բայց չնայած դրան կարողանում էր մատչելի փոխանցել իր գիտելիքները։ Հենց նրա մենթորության շնորհիվ ես սովորել եմ իմ առաջին ծրագրավորման լեզուն՝ Python-ը։ Ավելի ուշ հնարավորություն եմ ունեցել մասնակցելու ծրագրերի, որտեղ ինձ դասավանդողների աշխատանքային փորձը գերազանցում էր տարիքս։ Ու հա, չնայած այդ փաստի, շատ ժամանակ նրանց բացատրած նյութերը ինձ հասկանալի լեզվով չէին։ Մեր միջև կապը կարելի ասել այդքան էլ ստացված չէր։ Իհարկե, այս բոլորը կլինեն ուղղակի հետաքրքիր փաստերի շարք, եթե շատ ուղիղ կապ չունենային մեզ բոլորիս հայտնի ու կարծում եմ շատ կարևոր մի դերի հետ։ Մարդ, ով մեզ ուղղորդում է, խորհուրդներ է տալիս, կիսվում է իր փորձով, համարվում է մենթոր։ Իսկ իմ կարծիքով մենթորի դերն ու նշանակությունը յուրաքանչյուրի կյանքում շատ մեծ դեր ունի։ Ու չնայած այդ դերի կարևորության, մենք շատ հաճախ մեր կողքին չենք ունենում այդ մարդկանց։ Քանի որ որևէ մեկին մենթոր համարելու համար մենք մտածում ենք, որ նա մեզանից պետք է ունենա հարյուրավոր կամ հազարավոր անգամ ավել փորձ ու գիտելիք։ Ու այդ չափորոշիչներին համապատասխանող անձիկ շատ ժամանակ անհասանելի են լինում մեծամասնության համար։ Իրականում այս խնդիրն ունի հակառակ կողմը, եւ բավականին մեծ արժեքներ ներկայացնող մարդիկ չեն էլ մտածում, որ կարող են լինել մեկի մենթորը եւ աճ ու զարգացում ապահովել, քանի որ կրկին մենթոր բառի տակ տեսնում են այդ աներևակայելի հաջողությունների հասած մարդուն, այլ ոչ թե իրենք իրենց։ Վերածս օրինակներն ու անձնական փորձը ցույց են տալիս, որ իրականում մենթորի փորձը, գիտելիքները, հաջողությունները, պաշտոնը այդքան էլ կարևոր չեն, որքան համապատասխանությունը մենթին։ Որքանով է առկա խնդիրները արդիական մենթորի համար։ Արդյոք նա հասկանում է մեր էմոցիաները, մեր մտածելակերպը եւ արդյոք նա մեզ համապատասխան է։ Այդ համապատասխանությունը նաեւ կարող է լինել մարդկային տեսակի առումով։ Օրինակ կան տարբեր հետազոտություններ, որտեղ ասվում է, որ ինտրովերտ մենթիները 50%-ով ավելի էֆեկտիվ են աշխատում ինտրովերտ մենթորների հետ, քան էքստրովերտների։ Ես ինքս սկսելով իմ ստարտափը ու գիտակցելով օգնության եւ խորհուրդների կարեւորությունը, այս պահին փնտրում եմ այնպիսի մարդկանց, ովքեր քայլել են այն ճանապարհով, որով ես պատրաստվում եմ անցնել։ Ու վստահ եմ, որ ինքս եմ պատրաստ լինել մենթոր, եթե գտնվի այդ մեկում ես կարող եմ աճ ու զարգացում ապահովել։ Հիշեք, ամենից թանկը ժամանակն է, ու այն ծախսելը իդեալական մենթոր գտնելու կամ ձեզ իդեալական դարձնելու, որպեսզի լինեք ինչ-որ մեկի մենթորը, գրեթե նշանակում է այդպես էլ չգտնել այդ մեկին, կամ չդառնալ այդ մեկը, այդպիսով կորցնելով ամենից թանկը՝ ժամանակը։ Չէ՞ որ միշտ էլ կա ավելի լավ լինելու տարբերակ։ Գտեք կամ դարձեք այն մարդը, ով քայլել է այդ ճանապարհով։